Միջայլոց ծաղիկների շուկային մեջբերում եմ ուզում անել, գործընկերներս գրել էին, որ ծաղիկ կահավաճարներին, ջերմոցատերերին կոնկրետ սպառնում են չբարձրաձայնել այն խնդիրների մասին, ինչի առաջ իրենք կանգնել են, այլապես էլ ավելի մեծ խնդիրների առաջ կկանգնեն, ավելին աջուձախ էլ ասեն, գիտեք, մեր ծաղիկները արդեն Եվրոպա են հասել։ Մեկ էլ ուզում եմ այս թեմայով կարողա տեսել եք պարոն Չախոյանը Պետրոս Ղազարյանի եթերում խոսում է այն մասին, որ ժողովուրդ ջան, գիտեք, կարող այն վիճակին հասնենք, որ ծիրանը այնքան արտահանվի, որ մենք անգամ ուտելու չունենանք։ Խնդրեմ այս խայտարակությանն էլ անդրադառնաք։ Տեսեք, փուչիկ փչելով, կապիկություն անելով, իրենց ամիսը 7 միլիոն գումար տալով, ժողովրդին էլ գրոշները կտրելով, ես չգիտեմ իրենք ուր են հասնելու։ Իրենց համար լավ է, այո։ Օրինակ արևմուտքից գրանտ ստացողների համար շատ լավ է։ Այդ գրանտը շարունակում են իրենց բաժին գրանտը ապահովում են։ Չգիտեմ քանի տասնյակ են Հայաստանում այդ գրանտ ստացողները, բայց ես գիտեմ, որ այստեղ կան 3 միլիոն ապրող հայեր, որի մեծամասնությունը ոչ թե գումար է ստանում Եվրոպայի գրանտներից կամ Նիկոլից, այլ իր չարքաշ աշխատանքով, իր քրտինքով, տանջանքով, չարճարանքով այդ գումարը ստանում։ Այսինքն ծիրանավաճառում, ձմերուկավաճառում, պոմիդորավաճառում շատ մարդիկ այսպես են գումար ստանում։ Հիմա տարոն Չախոյաններն ու մյուսները լավը իրանց կորմտերն է, իրանք եկել են այդ աշխատող մարդկանց ասում են չտեղավորվեք ընկեր, լավ է, ամեն ինչ լավ է, հա իրանց համար լավ է։ Հիմա այս աշխատող մարդը պետք է հասկանա, ինքը պետք է ինձ անի, որ Չախոյանների փողը մնա տեղը, թե ինձ պետք է անի, որ իր երեխեն վաղը սոված չմնա։ Հիմա ես խոսում եմ այդ մարդու շահերից։ Այն հասարակ անպաշտպան մարդու ոչ խոսում եմ, այո, իմ խոսածածից չի օգտվելու Նիկոլ Փաշինյանը, Չախոյանը, Դանիել Յոնիսյանը, Ստյոպիկը Բաբաջանյանը, սրանք չեն օգտվելու։ Սրանց շահերը չի սպասարկվում իմ խոսքի մեջ։ Սրանք այստեղ օգուտ չունեն։ Սրանք կանգնելու են պատասխանատվության առաջ, բայց այն հասարակ քաղաքացին, գյուղում ապրողը, առևտրականը, տաքսու վարորդը, բանվորը, ուսուցիչը, այս մարդիկ օգտվելու են, ես այս մարդկանց շահերի պաշտպանության համար եմ խոսում։ Իսկ Չախոյանները իրանց կերի համար են խոսում, իրանց կերը, որ չկտրվի։ Իրենք, որ ասում են, հեսա այնքան է սպառվելու, հեսա, երբ հեսա, 8 տարիա ասում են հեսա, վաղը, առավոտը բացվում է հեսա։ Հո հեսայով չի, էշի տեղ են դրել մարդկանց։ Ես այն ժամանակ էլ, որ ասում էի, հիմա արդեն զգում եք ռուսները շատ չնչին բան, երբ որ չի արտահանվում, շատ չնչին սա հələ այն ծանր բախման մեջ չենք մտել Ռուսաստանի հետ, ընդամենը թեթև, դուք բա որ ասում էի ժամանակին ժողովուրդ հետևանքները ծանր են լինելու, այդ մեծ ջերմոցներ դրածները լսում էին, լայք դնում էին, բայց չեն գիտակցում, հիմա էլ եմ ասում, երբ որ ինձ մեղադրում են, ասում են, ինչ ես ասում, Ռուսաստանին մեծ հաշվով բան չկա, նա հսկա պետություն է, գերտերը դու չեն հասկանում, որ հային ու հայ ժողովրդին են այստեղ ճզմում, երբ որ ասում ես ախպեր ջան, լավ ինչ եք եկել մեր ազգին տանում հանում ռուսի դեմ, ինչն է ձեր նպատակը, Թուրքի հետ ասում եք, չէ, բարեկամանանք, որ լավ լինի, բայց ռուսին պատերազմ հայտարարենք, ոնց կարա է լավ լինի, Պարզ բան եմ ասում, եթե տարածաշրջանի իշխող պետությունը դեռևս փաստացի Ռուսաստանն է, դուք մեզ բերել եք, միս եք ուզում օգտագործեք, ընկեր ջան, Եվրոպան թող կռվի, ուղիղ մտնի պատերազմի մեջ, Ռուսաստանի հետ ինքը ունի պրոբլեմ, թող Եվրոպան հարձակվի Ռուսաստանի վրա, մեզ ինչ է հրահրում, Թուրքիան թող գնա կռվի Ռուսաստանի դեմ, ինչ է ուզում մեզանից, Ադրբեջանը, թող Ադրբեջանը կռվի ռուսների դեմ, թող Թուրքիան կռվի, մենք չենք կռվում ռուսների դեմ, ինչ են ուզում, հային ինչ են ուզում, Ուկրաինա դրեք նայեք ինչ է կատարվում, մարկանց հանել են իրար դեմ, երկու եղբայրական պետությանը հանել են իրար դեմ, հիմա էլ տներից, բակերից, փողոցներից
մարդկանց տանում, սպանում, դիակները բերում են։ Իբր Պուտինին են ուզում հաղթեն։ Սա ոչխարություն է։ Ախր այդ կռվի մեջ նպատակ էլ չկա, զոռը բռնում մարդկանց, տանում, սպանում, բերում են։ Թող եվրոպացիներին տանեն, սպանեն։ Թող Եվրոպայում ապրողները գնան զենք վերցնեն կռվեն ռուսի դեմ։ Ինչ են ուկրաինացիներին սպանում։ Թող Եվրոպայի զինվորը կռվի ռուսների դեմ։ Ինչ չի կռվում։ Խիալ զենք ու փող ու ամեն ինչ տալիս Ուկրաինային, մտել է Ուկրաինայի հետև, միամիտ ուկրաինացիներին մորթում։ Նույն բանը հայի գլխին են ուզում անեն։ Հային են ուզում էշի տեղ դնեն, հրահրեն հանեն ռուսների դեմ, ասում են փողը կտանք ձեզ, փող զենք մի տվեք պետք չի, այդ փողն ու զենքը Մակրոնը թող վերցնի իր զինվորներով կռվի Պուտինի դեմ, ի չի կռվում, բա իրանց պետք է, իրանք տակ տեղը նստած հրահրողներ են, փողով բանով խառնակիչ որ դրել եմ դրանց, խառնակիչներն են, փողը տան խառնեն, Դանիել Հովհաննիսյանին, Ստյոպիկին, Բաբաջանյանին, Չախոյանին, փողը տան, ասեն հայերին հրահրեք, են միամիտ, ժողովրդին հրահրեք ռսի դեմ, տարեք սարքեք թնդանոթի միս, էս է իրանց ծրագրերը, էս, հիմա են անմեղ հայը թող մտած ինքը, ուսուման դառնա ուկրաինացիների պես թնդանոթի միս, հլա այնտեղ մենակ ռուսն է, հլա այստեղ որ ռուսի դեմ դուրս եկանք, ադրբեջանցին առիթից օգտվելու է, այնտեղից է մեր գլխին տալու, ռսին էլ ասելու է, ինչ ես խառնվում, չես տենում աշկերը թե ինչ անգռում, թող հլա մի հատ սրանց կզծնեմ, ռուսի հետ որ թշնամացանք, ով է մեզ պաշտպանելու, ով ենք դիմելու, եվրոպացիներին, որը ուզում է մեզ օգտագործի, Թուրքիայի այնտեղից է տալու գլխներիս, դեպիլի տեղ դրած իրանց չեն հասկանում այդ վտանգները, ես հասկանում եմ, ոչ իրանց ֆեյքերից են վախենում, ոչ էլ իրենցից որևիցե մեկից, մեր ազգին ու ժողովրդին բացատրում է ինչ կբերեն մեր գլխին, պատերազմ են ուզում ռսի դեմ, Մակրոնը զորք վերցնի գնա կռվի, ինչ են ուզում, մենք չենք կռվում, մենք չենք դուրս գալիս ռուսի դեմ, Մակրոնը 6 տարի է Ուկրաինան պատերազմի մեջ է, ինչի չի մասնակցում, ուղիղ զինվոր չի վերցնում, չի կռվում ռուսների դեմ, շակալ է որովհետև, բա եթե Եվրոպայի պես հսկա Եվրոպան չի գնում պատերազմի ռուսների դեմ, մեզ էսի տեղ են դրեք է հանում են ռուսների դեմ, շուզվի են այդքան, հա, այդքան խորամանք է, ժողովուրդ ջան, մտածեք, հետևություն արեք, ձեր երեխեքն են տուժվելու, հերիկա եվրոպական կապիկները այստեղ իրանց կապիկ, իրանց լափի համար կապիկություններ անեն, տեսեք, ավարտեք ձեր միտքը, կներեք չլսեցի, չէ, խնդրեմ, ավարտեք ձեր միտքը, մյուս հարցս ուղղեմ, նույնը վերաբերվում է ուժային կառույցներին, մյուսներին, ձեզ էլ են վաղը հրահրելու գցեն այդ ամեն ինչի մեջ, ձեր երեխեքին, ձեր հարազատներին, դուք հասկանում եք վտանգների ծավալը, ես ուզում եմ դուք սա բոլորը ամբողջությամբ հասկանաք խորքային ձևով,